եւ մեր ժողովուրդը դերձորի անաբատներեն ետքը ահավասիկ հասավ իր արության շքեղ օրվան եւ մենք ունեցանք մեր մայր հայրենիքը մեր ոգիներուն մեջ երազ եղող մեր ոգիներուն մեջ իղծ եղող մեր գործունեության մեջ ճանկի վերածված այդ ազատության եւ անկախության գաղափարը ահավասիկ այսօր մարմինս կեցավ եւ իրականություն դարձավ եւ աշխարհի մեջ ճանցված ենք այդպես իբր սեփական պետություն այլոց գաղթականի վիճակեն դեպի սեփական անկախ պետություն ասիկա ողջունենք բոլորս եւ փոխվենք հոգիով որ գարենանք այս նոր իրադրությունը նոր դատությունը որ մեր հայրերը երազեցին եւ չտեսան բայց մենք կտեսնենք բախտավոր են կալիք սերունդները եւ որովհետեւ որովհետեւ կտեսնենք այլ որովհետեւ մասնագից կդառնանք անոր ամրությանը անոր զորությանը եւ անոր զարգացմանը ուրիշները չէ որ մեր ազատությունը պիտի զարգացնեն ուրիշները չէ որ հայրենիքը պիտի շինեն մենք Հայաստանի Արցախի եւ ամբողջ սփյուռքի հայությունը մեկ հոգի որ աշխարհը տեսնե որ թշնամիի խաղը ցախողած է այլևս հաղթող չխաղան մեզի հետ մեզ բարակտելով մենք այսօր սեփական դիմակից ունենք ինչպես Ֆրանսան ունի իր ներբերտիչ իր ակորդ իր ցայն միացյալ ազգերու մագի մեջ մենք ալունիքն ենք եւ այսօր ես ուրախ եմ որ ինձ գնգերանա եկեղեցական իմ եղբայրերուս հետ միասին մեր Հայաստանի Հանրապետության հարկերի տեսփան դու կսեք եթե երբեք երջանկահիշադակ եւ անմոռանալի ազգեն դեպարը ազգեվեց տարիներ առաջ այստեղ կա հայոց տեսփան կրնակալ հետս սովետներուն տեսփան ունեն գծով գեհդեվ բայց մեկ բան որ գուզեմ ասել հետևյալն է եկեղեցին բուն եկեղեցին ճշմարիտ եկեղեցին ոչ այս շահն է ոչ այս խորանն է ոչ բախտն է ոչ մարմարն է ոչ բուրվարն է ոչ ախումբն է ժողովուրդ հավատքը գենտանի մեր մեջ այս եկեղեցին հայկական մեն մի քարին դակ կետնի դեպի երկինք բարձրացող գախնի ճամփան ունի ըսած է բանաստեղծ մեր թշնամիները մեր բոլոր ճամփաները փակեցին կոծեցի, ջարդեցի, քանդեցի, բայց կախնի ճամփան չգրցանք։ Այդ կախնի ճամփան մեր ժողովրդի սիրտն է, հոգին է, որում մեջ է երբեր քրիստոնեական հավատքը եւ ազգային արժանապատվության գիտակցությունը կենտանի են, այդ կախնի ճամփան մեզ միշտ դեպի հավերժություն կդա։ Մենք է որ չպետք է գործընծնենք այդ ճամփան։ Եթե մենք գործընծնենք, գործը բացենք։ Այդ գաղտնի ճամփան մեր այն առողջ գիտակցությունն է, որ մենք Քրիստոսի ուսուցումներուն, ավետարանին, գաղափարներով շարախած ենք մեր կյանքը եւ այսօր գիտենք շարախել մեր այսօրվան կյանքը։ Փորձությունը դուրսեն այնքան վտանգավոր չէ, որքան փորձությունը ներսեն։ Ես հետևյալ պատկերը գործածեմ։ Ձարին գացինի հարված մդուկ, ջուր մը գդրես, բերք մը գփանաս, բայց բերքին դեր գոցվի, ջուրին դեր նոր ջուր լա, բայց մեկ հատ ворդ մտնե ձարի ավիշին մեջ, ծառը չկա։ Մենք հայերս ենք, որ գրնանք մեր մահը ընել, եթե մենք հերանանք մեր հավատքեն։
Թշնամին փորձել չհաջողեցավ։ Եվ ուրիշ անգամ ըսած եմ, հայության համար սպանություն չկա։ Հայության համար գրնա մեկ տեսակ մահալլահ, ինքնասպանություն։ Եվ ադիգա չենք թույլատրել։ Մենք տեսի։ Բայց ադիգա անելու համար աշխարհի կյանքի եկեղեցին հերու, հավատքեն հերու, մշակութեն հերու, հայրենիքեն հերու, կյանքը ինքնասպանություն։ Եթե մենք կապված չլանք մեր այս սրբություններում, մեր հավատքին, մեր լեզվին, մեր դպրոցին, մեր մշակույթին, մեր հայրենիքին, այնադեմ գեր, ար և ուրախ։ Ինչ տարբերություն ունենք ասիացի են, կամ աֆրիկեցի են, կամ ամերիկացի են, կամ ուրիշ ոյում են։ Միս ու ոսկով չենք, հոգի ենք, հոգին գնիք ունի վրա, տրոշմ ունի վրա, հայություն, քրիստոնեական տրոշմով և ազգային ինքնության, իդանտիտեին, և իդանտիտեին մեջ նաև դինիտեին կաղապարում, արգաչ գործես։ Ադիգա գործունծուցին, անգի երկու շատ բան գործունծած կլանք, մենք կալ գործված կլանք աշխարհի երես։ Հետևաբար սիրելի եղբայրներս և քույրերս, դուք եք եկեղեցի։ Հիմա ես անանք գործիք ունիմ, որ դուք չեք տեսներ, բայց գործիքս ձեզ կնկարեմ, գեղարիս մեջ է, առարադի ես ձեզի գնայեմ։ Սուրբ Էջմիածնի կմպետերեն ձեզի գնային, ձեզ բոլորդ նկարած է, և ես երբեմն Էջմիածնի մեջ պիգնային, բոմոնի եկեղեցին, ասանք դեցոն բիդի ըլլա իմ երկալես ետքը։ Անշուրտ ամեն գերագի չլար, ես ալկամս կնամ, բայց եթե երկալես ետքը այնպես բիդի ըլլա, ինչպես կալես առաջ, ես ինչու եկա։ Գուզեմ, որ վերանորոգում ըլլա, վերաշխուժացում ըլլա, ծեր կյանքի մեջ վերածաղկում ըլլա, տեպի արժեքներ, այսպես գեր, գնե, հաջոյացիր, աշսակտիր, բդդիր, ասոք միայն լավ են, ոյում եկում տերս չեն, լավ գեր են, լավ ակպես են, բայց միան հոմինը, եկեղեցի, դպրոց, ազ, մշակում, ասոնք են, որ ձեզ բիդի արժեցնեն և հետևաբար թող իմ այս կալս առաջին հոպապետական այցելությունս թող խառնե ջուրերը ավազանին, որպեսի ավազանի մեջ գեր չպրնեն։ Եվ այդ իմաստով ուզում ձեզ ասել, որ մենք սկանչելի առիթ ունենք այս օրեն 1997-ին մինչև 2001 թվականը մենք պիտոնենք մեր եկեղեցվով հիմնադրության 1700-ամյակը։ Աշխարհիս մեջ չկա ուրիշ եկեղեցի, չկա, որ կարենա 1700-ամյակ տոնեն, իբր պետական ազգային եկեղեցի։ Եթե Աստված տված է մեր հայրերուն հավատարմության շնորհիվ մեր այդ բադիվը, որ լանք աշխարհի մեջ առաջին պետական քրիստոնյա ազգը, այսօր երբ մեր հայրենիքը դրակդած է իր իսկական հայադիպ նկարագիրը, մենք կալ պետք է հիմնովին հոգևես պայծառագերբվենք, պայծառագերբվենք։ Այժմ ուզեմ, որ բոլորդ միացնեք ձեր սրտերը իրարու, միացնեք ձեր ցայները իրարու և երկեք ինձ հետ միասին հայրենք։ Օրհնյալ դեր մեր Հիսուս Քրիստոս ամեն։ Եվ չափուկը թող սկսի, բայց շատ զորավոր մի երկեք որ ժողովրդի ցայնը լսեմ։